Մոդուլային միջուկային թե ավանդական ռեակտոր կպահպանի Հայաստանը մեծամորի ատոմակայանը թե կգնա մոդուլային կայան կառուցելու ճանապարհով։ Հարցի քննարկումը նոր թափ առավ ԱՄՆ փոխնախագահի այցից հետո։ Վենսը Երևանում ուղիղ հայտարարեց, որ ամերիկյան տեխնոլոգիաներն ու փոքր միջուկային ռեակտորները Հայաստան կհասնեն։ Երևանն ու Վաշինգտոնն ավարտել են միջուկային համագործակցության 1, 2, 3 համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Մոդուլային կայանների մասով կան բազմաթիվ հարցեր, որոնք դեռ չունեն այս պատասխանները։ Հարցերի պատասխաններն ըստ էներգետիկ անվտանգության փորձագետի կտրվեն մոդուլային կայանների սերիական արտադրությունից ու մի քանի տարի շահագործվելուց հետո միայն։ Փորձագետի խոսքով այս պահին բոլոր լուծումները բացի ռուսական ու չինական տարբերակներից նախագծային են։ Նախագծերում բնականաբար ամեն ինչ իդեալական է, բայց փորձարարված մեծ սերիական արտադրությունների մասին 26 թվականի երկրորդ թվակեսից նոր կարող է սկսել խոսալ Չինաստանը միայն աշխարհում։ Բացի այդ, Հայաստանը պետք է հասկանա ինչ հզորության կայան է իրեն պետք։ Եթե Հայաստանին պետք է առնվազն ներկայիս հաշվարկները ոչ պակաս, քան 600 մեգավատ հզորությամբ ատոմակայան։ Համատության համար ասեմ, որ Մեծամորի հայկը ներկայիս գործողը 408 մեգավատ։ Ինձ դեռ պետք է այնուամենայնիվ մասնագիտական շրջանակի համար անհասկանալի պատճառներով գնալ մոդուլայնի ճանապարհով։ Այդ պարագայում ավելի ցանկալի է բնականաբար ընտրել այնպիսի մոդուլներ, այնպիսի ռեակտորներ, որոնք ավելի մեծ հզորություն, այսինքն ոչ թե նայենք թե մեզ ինչ են առաջարկում, այլ հասկանանք թե մեզ ինչ է պետք։ Միացյալ Նահանգների հետ կնքած համաձայնագրի նպատակը տեխնոլոգիաների ու մոդուլյար ռեակտորների մասին ամբողջական տեղեկատվություն ստանալն է, ասում է Նիկոլ Փաշինյանը։ Այնպես չէ, որ Հայաստանը որոշել է ընտրել մոդուլյար ռեակտորի ամերիկյան տարբերակը։ Մենք այս թեման քննարկել ենք նաև Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ։ Այնտեղ էլ կա տեխնոլոգիա, բայց այնտեղի տեխնոլոգիայի առանձնահատկություններն է, որ դա ջրի վրա է, որովհետև դա Սուզանավի ռեակտորը ադապտացված տարբերակ է, եթե չեմ սխալվում, Չուկոտկայում է այդ։ Չինաստանում կա բավականին մեծ առաջընթաց այդ ուղղությամբ, Կորեայում կա մեծ առաջընթաց, այսինքն հենց համաձայնագիրը ստորագրվել է նրա համար, որպեսզի մենք ավելի խորացված հաջորդ շերտի անհրաժեշտ տեղեկատվությունը ստանանք եւ մենք գնում ենք առաջ այդ ճանապարհով։ Հայ-ամերիկյան միջուկային գործակցությունից Մոսկվան ռիսկեր է տեսնում։ Անվտանգության խորհրդի քարտուղար Շոյգուի խոսքով ամերիկացիները միշտ ունենում են շատ գրավիչ բիզնես առաջարկներ, բայց Միացյալ Նահանգներում դեռևս ոչ մի փոքր մոդուլային ռեակտոր չի կառուցվել, առավել եւս չի գործարկվել եւ չի փորձարկվել արդյունաբերական շահագործման մեջ։ Եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը անցնի գործնական փուլ, մենք, ինչպես տարածաշրջանի բոլոր պետությունները եւ հենց Հայաստանի ժողովուրդը, ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը։ Շոյգուն հիշեցրել է նաև ճապոնական Ֆուկուսիմա 1 ատոմակայանում երկրաշարժի մասին, նշել, որ դրա հետևանքով ավերվել են հենց ամերիկյան ռեակտորները, եւ դա հանգեցրել է շրջակա միջավայրի մասշտաբային ռադիոակտիվ աղտոտման։ Փաշինյանին փորձագետները այլ բան են զեկուցել ամերիկյան մոդուլյար կայանների տեխնիկական պարամետրերի մասին։ Եթե մոդուլյար ռեակտորում տեղի է ունեն ի հայտ է գալիս վթարային իրավիճակ, դա համարվում է լոկալ իրադարձություն։ Ինչ նշանակում լոկալ իրադարձություն։ Դա նշանակում է, որ եթե վթար է տեղի ունեցել եւ 1 կիլոմետր հեռավորության վրա կա բնակավայր, այդ բնակավայրը էվակուացնելու անհրաժեշտություն չկա։ Աշխարհում մոդուլային կայանների ավելի քան 80 նախագիծ կա, իսկ քաղաքացիական նպատակներով գործող կայանները երկուսն են։ Մեկը Ռուսաստանում, մյուսը Չինաստանում։ Ռուսաստանում գործող կայանը Ադմիրալ Լոմոնոսովը ջրի վրա է լողացող, 2023 թվականից Չինաստանում գործող կայանը ցամաքային է։ Մեծ հզորությամբ էլեկտրաէներգիա արտադրելու համար մեծ կայան է պետք եւ կապ չունի մոդուլյար է թե ավանդական։ Որոշումը քաղաքական է լինելու, ասում է փորձագետը։ Որովհետեւ թյուրըմբռնում չլինի, որ ես այս կամ այն մոդուլայինների մեջ լավ ու վատի տարբերակում եմ տնում, առհասարակ մոդուլայինների հետ կապված խնդիրներ կան։ Եվ Հայաստանի առհասարակ կայուն էներգիայի ապահովման տեսանկյունից ցանկալի է ավանդական։ Հայաստանը ինքը պետք է հասկանա ինչ ռազմավարական ուղով է գնալու։ Եթե գնալու է արտահանմանը ավելացնելու միտված ճանապարհով, Հայաստանին անխուսափելիորեն մեծ հզորություններ են պետք։ Առնվազն հայտարարությունների մակարդակով մենք գնում ենք դեպի զարգացման ճանապարհով։ Հետևաբար ոչ էներգետիկ իմաստով, ոչ տնտեսական իմաստով արդարացված չի փոքր մոդուլային կայանների տարբերակը։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը միջազգային հանրության կարևորագույն կազմակերպություններից է։ Մոտ 200 պետություններից 36-ը, այդ թվում Հայաստանը, միջուկային ընտանիքի անդամ են։ 1995 թվականից ԱԵԿ-ի վերագործարկումից ի վեր Անկարան ու Բաքուն պահանջում են փակել Մեծամորի ատոմակայանը, հայտարարելով, թե այն սպառնալիք է տարածաշրջանի համար։ Դրա պատասխանը 2022-ին լավագույնս տվել է Հայաստան այցելած Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ Նա մասնավորապես նշել է, չի ափսոսում, որ աջակցել է ԱԵԿ-ի վերագործարկմանը։ ԱԵԿ-ը գործակալության հսկողության ներքո է, որը կանոնավոր կերպով անցկացնում է ստուգումներ եւ տալիս ցուցումներ միջազգային ստանդարտներին համապատասխանությունն ապահովելու համար, ասել է Գրոսին։ Նման հայտարարություն Գրոսին արել է նաեւ Բաքվում Ալիևի ու Բայրամովի հետ հանդիպումների ժամանակ։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։